Մենք տաղավարում ենք, շարունակում ենք սիրելիներս, մայիսի 1 աշխատավորների օրն է, եւս մեկ անգամ հիշեցնենք եւ մենք արդեն իսկ սկսել ենք շատ հետաքրքիր քննարկում։ Շատ թեժ զրուցենք։ Յուրի հետ, այո։ Աշխատանքային օրվա արդիվ կկայանա պանելային քննարկում, աշխատանքն ու աշխատողն այսօր, մարտահրավերներն ու առաջնահերթությունները խորագրով մանրամասն հարցազրույց արդեն մեր հյուրի հետ։ Իսկ մեր տաղավարում է Էլեն Մանասարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ։ Բարի լույս։ Ողջույն։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել, նաև հարցություններով ուզում ենք օրվա կապակցությամբ նույնպես շնորհավորել։ Փոխադարձաբար։ Շատ շնորհակալություն։ Ու փաստորեն մենք աշխատում ենք։ Այսօր ոչ աշխատանքային օր է ու մենք աշխատում ենք։ Ամենատարածված հարցերից մեկն եմ ուզում իրականում խոսենք, այն ինչի մասին քիչ առաջ մինչև եթեր դուրս գալու ուղիղ եթերում լինելը զրուցում էինք արդեն, հաճախ ենք բախվում հենց այդ խնդրին, որ աշխատողները ոչ աշխատանքային օրը աշխատում են, բայց չգիտեն իրենց իրավունքները։ Ոչ աշխատանքային օրը աշխատելու համար ինչպիսի պայմաններ պետք է ունենա աշխատողը։ Նախ աշխատողին այդ օրերին աշխատանքի ներգրավելու համար անհրաժեշտ է նախորդ նրան ծանուցել այդ մասին, ստանալ նաև նրա համաձայնությունը եւ այդ բոլորը պիտի լինի գրավոր։ Իսկ հետո արդեն, երբ արդեն աշխատողը աշխատեց ոչ աշխատանքային, տոնական կամ հիշատակի օրը, ապա այս օրը անպայման նրան պետք է վարձատրել կրկնակի իր աշխատավարձի, այդ օրվա միջին աշխատավարձի կրկնակի չափով։ Նաև հնարավորություն ունեն կողմերի համաձայնությամբ այդ օրը գումարել իր ամենամյա արձակուրդին, էլի որ ճարովի բնականաբար, եթե ինքը կուզենա հետագայում դա օգտագործել։ Այնպես որ աշխատանքային օրենսգիրքը տալիս է հնարավորություն եւ նաև պարտավորություն գործատուին, որպեսզի այն բոլոր դեպքերում, երբ աշխատողը աշխատել է տոնական ոչ հիշատակի, ոչ աշխատանքային կամ հիշատակի օրերին, ապա նրան պետք է անպայման փոխհատուցել այդ օրը։ Ես ինձ եմ ուզում մի հատ էս հարցը տամ։ Կլինի մի հատ էս հարցը տամ։ Որպեսզի նորից ընչի պատասխան։ Գիտեք, այս թեմայի շուրջ երկու կողմերում գլոբալ, հա, մեծ առումով կանգնած են երկուսը, աշխատողը եւ ղեկավար մարմինը, որպես այդպեսին։ Եկեք սկսենք աշխատողից, բայց ոչ թե նրանից, որ մենք առաջին հերթին փորձենք գիտակցել մեր պարտականությունը, թե ինչ պետք է անել, երբ սկսել, երբ ավարտել, որ ամեն ինչ լինի ճիշտ, այլ նաև այն տեղեկացվածությունից, որ մենք պարտավոր ենք իմանալ, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր աշխատանքային իրավունքները եւ ոչ միայն։ Այ մեր հասարակության մեջ պանելային քննարկումների շնորհիվ եւ առհասարակ ինֆորմացիոն արշավների շնորհիվ որքանով է այսօր մեր հասարակությունը պատրաստ իր աշխատանքային իրավունքները պաշտպանելու։ Սա կարծում եմ շատ հետաքրքիր հարց է, որ ձեր կողմից մանրամասն ենք ստանալ։ Կարծում եմ, որպեսզի կարողանա պաշտպանել իր աշխատանքային իրավունքը աշխատողը, նա պիտի տեղեկացված լինի առաջին հերթին եւ այստեղ այո, մենք բաց ունենք մեր հասարակությունում այս առումով, որովհետեւ աշխատողների շատերը նույնիսկ երբ ընդունվում են աշխատանքի, իրենց աշխատանքային պայմանագրին չեն ծանոթանում, այսինքն չգիտեն այնտեղ ինչ է գրված աշխատանքային, այո։ Ոչ միայն աշխատանքային պայմանագրի, այլ նաեւ այլ իրավահարաբերություններում, եթե լինում են, նրանք չեն ուզում ծանոթանալ, չեն ուզում կարդալ այդ պայմանագրերը եւ հետո բախվում են այն իրականության հետ, որին իրենք բախվում են։ Դրա համար պարտադիր է նախ եւ առաջ տեղեկացված լինել, կարդալ այն փաստաթուղթը, որը ձեզ տվել են, թեպետ այս խնդիրը լուծելու համար, ինչ որ չափով լուծելու համար ներդրվեց թվային ուրեմն աշխատանքային պայմանագրերի, այսպես ասած, ինստիտուտը, որը դեռ մշակման փուլում է, հետաձգվեց, հա, հունվարի 1-ից պիտի սկսեր աշխատել, բայց հետաձգվեց հաշվի առնելով որոշակի տեխնիկական խնդիրներ, բայց այս բոլորն արվում է նրա համար, որպեսզի աշխատողը ինչ որ չափով տեղեկացված լինի, այսինքն ստիպում ենք ստիպված աշխատողին, որ ինքը կարդա իր աշխատանքային պայմանագիրը, թեպետ ես էլի սկեպտիկ եմ մոտենում այս հարցին, որ կկարդան բոլորն իրենց աշխատանքային պայմանագիրը, բայց կան բազմաթիվ դրանից զատ ուրեմն իրավունքներ եւ երաշխիքներ, որոնց մասին պիտի աշխատողն իմանա, հանգստի իրավունքի մասին, որը մեր լեզվով ասած արձակուրդի իրավունքն է, հա, երաշխիքներ անաշխատունակության դեպքում, որ դեպքերում կարող են լուծել աշխատանքային պայմանագիրը, որ դեպքերում են արգելքներ կան, երբ աշխատանքային պայմանագիրը չի կարելի լուծել, երբ իրենք կարող են օգտվել իրենց միավորման ազատության իրավունքից, այսինքն միավորվելու, ստեղծելու արմիություններ եւ դրա միջոցով փորձելու պաշտպանել իրենց իրավունքները, այսինքն սրանք մի մեծ համալիր իրավունքներ են, որոնք որ անպայման պետք է իմանալ, բայց չգիտես
ինչու հասարակությունը որպես այդպիսին աշխատանքային իրավունքին ամենավերջին իրավունքների շարքում է դասում, այն դեպքում, երբ որ դա իր ամենաառաջնային իրավունքն է, դա իր կենսապահովումն է ապահովում, եւ ամենակարևորը, եթե մենք աշխատանք չունենք, բնական է, չէ, չենք կարողանալու մեր կենսապահովումն ապահովել։ Եվ այդ աշխատանքը պարտադիր միայն նրա համար չէ, որ ուղղակի ես աշխատանք ունեմ ու լավ է, ոչ, աշխատանքը պիտի լինի արժանապատիվ։ Այսինքն ուղղակի զբաղվածություն ունենալը դա դեռ չի նշանակում, որ դուք ունեք նորմալ աշխատանք եւ նորմալ աշխատանքային իրավահարաբերություններ։ Աշխատանքը պիտի լինի արժանապատիվ եւ այդ կազմակերպված աշխատանքը պիտի լինի առողջ, անվտանգ միջավայրում, որովհետեւ ձեր կյանքի իրավունքը եւս չխախտվի։ Ապրիլի 28-ը մի քանի օր առաջ առողջ եւ անվտանգ աշխատանքի օրն էր։ Այսօրը մենք ոչ թե տոնում ենք, այսօրը մենք նշում ենք, որովհետև այդ օրը ոգեկոչում ենք այն բոլոր մարդկանց, ովքեր աշխատանքային հարաբերություններն իրականացնելու ճանապարհին զոհվել են կամ վիրավորվել են կամ ստացել են ուրեմն հիվանդություններ, աշխատանքային խեղումներ, այս բոլորի մասին կարևոր է իմանալ, հատկապես երբ մենք խոսում ենք այնպիսի ոլորտների մասին, որտեղ անվտանգության ռիսկերը շատ են, եւ որպեսզի խուսափենք դժբախտ դեպքերից, պետք է իմանալ դրա մասին, պետք է գիտելիքներ ունենալ։ Այս առումով օրինակ Հայաստանի Արհամարհությունների կոնֆեդերացիան նույնիսկ դպրոցներ է գնում, քոլեջներ է գնում, բուհեր է գնում, այո, որպեսզի կարողանանք արդեն վաղ աշխատանքային իրավահարաբերությունների սուբյեկտներին, կարևոր չէ ինքը գործատու կդառնա թե աշխատող, նախորոք պատրաստենք մինչև աշխատաշուկա մտնելը, որովհետև շատ են լինում դեպքերը եւ պարտադիր չէ մենք այդ երեխան վաղը գործատու կլինի թե աշխատող, ինքը դրա մասին պիտի իմանա, եթե որպես գործատու, ապա պիտի իմանա ինքը ինչ պիտի անի։ Եվ եթե որպես աշխատող, ապա պիտի իմանա ինքը ինչ պիտի իմանա։ Եվ այն բոլոր գործատուները, ովքեր օրինակ ապահովում են առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմանները, դա ոչ թե իրենք ծախս են անում, դա իրենք ներդրում են անում իրենց աշխատավայրում, որտեղ դժբախտ դեպքերի ժամանակ իրենք ավելի շատ են տուժելու։ Ես նաև ստացա այն հարցից պատասխանը, որ այո, այն մշակույթը, որը պիտի ծանոթ լինենք հստակ աշխատանքային պայմանագրին, դա պիտի մարդկանց մեջ սերմանել դեռ մանուկ հասակից եւ շատ կարեւոր է, որ դպրոցահասակ սերունդը նույնպես կամաց արդեն սկսի գիտակցել դրա կարեւորությունը եւ անհրաժեշտությունը։ Բայց հիմա հաշվի առնելով, որ հստակ կոնկրետ քայլեր եւ գործողություններ են իրականացվում, նոր սերնդից սպասելիքները մեծ է լինելու հետագայում։ Բայց այդ խնդիրը համատարած է մեր սերնդի, ավակ սերնդի, ավակ ոնց որ ես մեր սերնդի եւ նաեւ մեր մեծ ավակ սերնդի մոտ որ մենք չենք սիրում կարդալ, մենք չենք սիրում տեղեկանալ, միայն մի տարբերակով ենք մենք տեղեկանում, երբ որ բախվում ենք խնդրին, երբ որ մենք կոնկրետ մենք ունենք խնդիր, այդ ժամանակ սկսում ենք բացահայտել, թե այդ հարցերը ոնց կարելի է լուծել։ Այս նախքան այդ կարելի է ուղղակի տեղեկացված լինել։ Սա հասկացանք, սա մեր բացն է, սա դնենք մի կողմ։ Հետաքրքիր է այսօր աշխատողի իրավունքներն ինչքանով են ապահովված եւ նույնը հակառակը, նաեւ գործատուի տպավորությունն ոնց որ մենք աշխատողներով խնդիր ունենք գործատուների հետ, նաեւ գործատուների իրավունքներն ինչքանով են պաշտպանված եւ ապահովված։ Նախ ասեմ, որ այս երկու սուբյեկտների, այսպես ասած, աշխատողի եւ գործատուի իրավահարաբերությունների կարգավորումը դրված է աշխատանքային օրենսգրքով։ Եվ երբեք չի կարելի ասել աշխատանքային օրենսգիրքը ում իրավունքն է պաշտպանում, որովհետև աշխատանքային օրենսգիրքն ընդհանրապես համակարգում է իրավահարաբերությունները, ինքը ոչ աշխատողամետ է, ոչ էլ գործատուամետ։ Այստեղ կան հստակ սահմանված իրավունքներ եւ պարտականություններ երկու կողմերի համար էլ, որոնք եթե մենք իրականացնենք այնպես ինչպես կա աշխատանքային օրենսգրքում, շատ ավելի լավ իրավիճակում կհայտնվենք։ Իհարկե ես չեմ ուզում ասել, որ աշխատանքային օրենսգիրքը Հայաստանի Հանրապետության իդեալական է, ոչ։ Այնպես ինչպես ոչինչ իդեալական այս դեպքում չի լինում, հատկապես օրենսդրության մեջ։ Երբ մենք խոսում ենք սրա մասին, ապա պիտի ասեմ, որ հաշվի առնելով, որ ինչ որ չափով ավելի շատ հիմա տեղեկացվածության բարձրացում ունենք աշխատողների շրջանում, այդ թվում նաև գործատուների շրջանում պիտի ասեմ, մենք ավելի հնարավորինս քիչ ենք բախվում։ Հատկապես եթե մենք խոսում ենք օրինակ ոչ ֆորմալ զբաղվածության ոլորտի մասին, ստերի, հա, այսպես ասած, որ ավելի պարզ լինի։ Մենք ավելի շատ ունենք ոչ ֆորմալ զբաղվածության ոլորտից դեպի ֆորմալ զբաղվածության ոլորտ գնացող, սա նշանակում է արդեն իրավահարաբերությունները գրանցված են, բնականաբար գործում են աշխատանքային իրավահարաբերությունները սահմանող իրավական ակտերը։
բայց դեռ ունենք ոչ ֆորմալ զբաղվածություն ցավոք սրտի, հատկապես ընդհանրապես հա ընդունված է ոչ ֆորմալ զբաղվածությունը հաշվարկել գյուղատնտեսության ոլորտով եւ առանց դրա, բայց միևնույն է մեր պարագայում դեռ ունենք այս բացը եւ շատ է։ Բայց ասել, որ ընդհանրապես չեն պաշտպանվում աշխատողների իրավունքները, սխալ է, որովհետև այն բոլոր դեպքերում, երբ աշխատողը որոշում է գնալ իր աշխատանքային իրավունքի հետևից, ապա կա հնարավորություն այդ իրավունքը պաշտպանելու, իրավունքը վերականգնելու։ Պարզապես մեր պարագայում Հայաստանի Հանրապետության դեպքում, քանի որ մենք չունենք աշխատանքային, ուրեմն առանձնացված դատարաններ, դրանք քննվում են ընդհանուր իրավասության դատարանները, այս գործերը դրանք կարող են տևել տարիներ, մենք գործեր ենք ունեցել։ Կարևոր է ներողություն խնդրում, որ ընդհատում, բայց այստեղ մի քիչ կարևոր է հաշվի առնելով ինքներս մեզ չխաբենք, ինքնախաբեությամբ չզբաղվենք, նաև թե հիմնարկը որտեղ ես դու աշխատում, ու շատ դեպքերում մարդկանց մոտ այդ կարծրատիպը ձևավորվում է, որ իբրև եթե ես գնամ մինչև վերջ, միևնույնն է ինձ աշխատանքից կհեռացնե, որտեղ չգիտեմ, այս հիմնարկը ես իմ ումն է կամ այս հիմնարկը ես իմ ինչ ուժեր ունի։ Ես իմ ում այտենց ձեր ասած հիմնարկում մենք ունեցանք մի շատ հաջողության պատմություն, երբ ընդամենը մաքրուհին կարողացավ շահել գործը 5 տարի վախեմությամբ իհարկե 5 տարի տևեց այդ գործը ոչ ձեր ասած ես իմում հիմնարկում մասնավոր ոլորտում 5 տարի ուրեմն ձգվեց այդ դատական գործը որովհետև անընդհատ վերաքննիչ հետ գնալ նորից գնալ վճռաբեկ բայց մենք կարողացանք հաղթել իհարկե սա շատ դժվար ճանապարհ էր որը աշխատողն անցավ հատկապես ինքը երիտասարդ չէր բավականին տարիքով կին էր բայց այստեղ նաև հոգեբանորեն էր պետք անընդհատ մարդուն պատրաստել, որ ինքը կարողանա դրան գնալ։ Ոչ բոլորն են պատրաստ անցնել այս ճանապարհը։ Մեկ այլ գործով ունենք դեռ այս պահին էլ դեռ գործը շարունակում է, որովհետև հիմա գործատուն հրաժարվում է, աբսուրդ բան եմ ասում, բայց հրաժարվում է դատարանի որոշումը, վերաքննիչ դատարանի որոշումը կատարել։ Այնպես որ այսպիսի դեպքեր են ունենում ենք այսպիսի դեպքեր, բայց պետք չի հուսալքվել, պետք է շարունակել եւ ձեր ասած այտենց հիմնարկներում էին դրանք սովորական ասենք փոքր եւ միջին ձեռնարկություններ չէին, որտեղ մտածում ենք դե լավ հիմա այստեղ հաստատ կկարողանանք շահել, չէ, դրանք բավականին մեծ կազմակերպություններ են, որտեղ որ կարելի է ուղղակի պետք է ունենալ համբերություն, ժամանակ տրամադրել եւ երևի թե նյարդերն էլ անջատել, որպեսզի կարողանալ, այո, եւ նպատակասլացություն։ Հաշվի օրինակ էր, որ մարդիկ չգիտեմ, վախերով չլծվեն։ Չի կարելի վախենալ լավ իմաստով ցուցաբերել համառություն եւ հասնել նպատակի ամենակարևորը։ Գիտեք, մենք մի այսպիսի կարծրատիպ էլ կա մեր հասարակությունում, որ երբ մտածում են, որ ինձ հաստատ կհանեն գործից, եթե ես դրա մասին բարձրաձայն եմ։ Նախ աշխատանքից հանել այդքան հեշտ բան չէ, որովհետև եթե ձեզ անօրինական են ազատում աշխատանքից, շատ հանգիստ կարելի է գնալ էլի դատարանով կամ թեկուզ արմության միջոցով, կարելի է դա անել աշխատանքի պետական տեսչական մարմնի միջոցով, վերջում են դատարան հասնում, հա։ Բայց ախերտիկին Մանասարյան, մարդկանց հուզական դաշտի վրա կարող են հասնել, նաև մարդը ուղղակի չիմանալով, այստեղ արդեն այն ամենասկզբի հարցն է գալիս, որ մարդը ուղղակի չի կարդացել, չի տակես նորագրում։ Հուզական դաշտի վրա ազդելով մարդն ինքն իր ձեռքով գնում դիմում է գրում ազատման։ Հետո էլ դատարան չես կարող գնալ, որտեղ դու ես դեպքերում մենք այսպիսի դեպքեր ենք ունենում, այո, երբ իրենք իրենց ձեռքով գրել են դիմումը, ու հետո ասում են ինձ հեռացրեցին։ Հետո գալիս են մեզ մոտ ասում են ինձ հեռացրեցին աշխատանքից եւ բնականաբար մենք էլ ոչինչ չենք կարող անել, հետո ասում են որ դուք մեզ չօգնեցիք։ Ինչպես օգնեմ, եթե դու արդեն քեզ խանգարել ես։ Այսինքն ես միշտ հորդորում եմ աշխատողներին, երբ ձեզ պարզապես ասում են դիմում գրի գնա, երբեք նման բան չանել։ Թող գտնեն հիմք Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածով սահմանված որևէ հիմքերից մեկով կարողանան ձեզ ազատել աշխատանքից։ Եթե կլինի այդ հիմքը եւ այդ հիմքը օգտագործված կլինի օրինական ճանապարհով, ապա այո, բայց ցանկացած պարագայում չի կարելի պարզապես քմահաճույքի համար դիմում գրել եւ գնալ, եթե դուք որևէ խախտում չեք արել։ Շատ լավ, մենք ունենք պետության կողմից հաստատված աշխատանքային օրենսդրություն, մեզանում նաև կան մարդիկ, ովքեր զբաղվում են իրենց անհատ գործունեությամբ, անհատ ձեռնարկատեր են, կազմակերպություն, ընկերություն եւ այլն, որտեղ ղեկավարը եւ որոշողը իրենք են, իհարկե հավատարիմ մնալով պետական սկզբունքներին։ Բայց եթե դու որպես այդպիսին
պետական աշխատող չես եւ գրանցում չունես պետական, այստեղ որքանով են պաշտպանված էլի պիտի խնդրենք բացահայտել մեզ աշխատողի իրավունքները եւ արդյոք տվյալ աշխատանքի կամ կազմակերպության կամ ընկերության ղեկավարը իրավունք ունի շատ շեղվելու աշխատանքային օրենսդրությունից, թելադրելով արդեն իր պայմանները որպես ղեկավար մարմին։ Նախ սկսենք նրանից, որ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, այո, բացառապես բոլորի համար է, կապ չունի դուք մասնավոր թե պետական ոլորտում եք աշխատում, միևնույն է, աշխատանքային օրենսգիրքը բոլորի համար է, այդ մեկն ունենք եւ ինքը բոլորին է վերաբերում։ Հիմա ինչ վերաբերում է ինքնազբաղվածներին, այսինքն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով են, բնականաբար այս պարագայում իրենք չունեն գործատու։ Այլ հարց է, եթե անհատ ձեռնարկատերը ունի նաև աշխատողներ։ Եթե անհատ ձեռնարկատերը ունի աշխատողներ, ապա նորից կաշխատի աշխատանքային օրենսգիրքը եւ այն բոլոր դրույթները, որոնք համընդհանուր են, տարածվում են բնականաբար նաև իրենց վրա։ Այստեղ շատ կարեւոր է, որ եթե անհատ ձեռնարկատերը ունի աշխատողներ, ապա անպայման էլի նորից պիտի կնքվի աշխատանքային պայմանագիր եւ պետք է գործեն այդ աշխատանքային պայմանագրի համար սահմանված են բոլոր դրույթները, որոնք նախատեսված են աշխատանքային օրենսգրքի 84 հոդվածով։ Ես առաջարկում եմ, քանի որ ժամանակը շատ ցող է, բայց մեր հարցերը միևնույն է շատ է, դուք հաճախ գաք մեր տաղավար, բայց անդրադառնանք նաև կարևոր մի իրադարձության, հա, աշխատանքի օրվա արդիվ, մենք գիտենք, որ պետք է կայանա պանելային քննարկում աշխատանքն ու աշխատողն այսօր, մարտահրավերներն ու առաջնահերթությունները խորագրով։ Նաև սրա մասին մի փոքր զրուցենք, քանի որ ժամանակը ավանդաբար մենք երթ ենք ունենում, օրինակ անցյալ տարի մենք մեծ երթ էինք ունեցել մայիսի 1-ի օրվա կապակցությամբ, այս տարի որոշել ենք մեկ այլ ֆորմատով աշխատել եւ հրավիրել ենք նաեւ պետական մարմիններից, նաեւ ազգային ժողովից բանախոսներ եւ այստեղ ներկա կլինեն մեր անդամները, արմենության անդամները, ու տեղի, այսպես ասած, տարածքի սահմանափակմամբ 160 արմյութենական կմասնակցի այսօր մոտավորապես պանելային քննարկմանը։ Մենք ավելի շատ փորձում ենք, հասկանալի է տոն է, բայց պետք է այս տոնը հասկանալ, թե ինչպես ենք մենք տոնում, ինչ իրավիճակում ենք մենք տոնում այդ օրը, այս պատճառով է, որ պանելային քննարկումն ավելի շատ պիտի նվիրված է խնդիրներին։ Վերհանելու են բոլոր խնդիրները, որոնց այսօր բախվում են աշխատողները եւ ինչ անել, որպեսզի այդ խնդիրներին կարողանանք լուծումներ տալ։ Գուցե օրենսդրությունը շատ լավը կարող է լինել, բայց պրակտիկան պետք է համապատասխանի այդ օրենսդրությանը, ուրեմն ինչ անել, որպեսզի այսպես ասած տեսականից գալ դեպի պրակտիկա եւ ռեալ պաշտպանության մասին խոսել, սրան է նվիրված պանելային քննարկումը եւ դա է պատճառը, որ մենք եւ գործադիր եւ օրենսդիր մարմնից ունենք բանախոսներ, հենց իրենց էլ լիտարվելու են այդ հարցերը, որպեսզի հասկանանք միասին սոցիալական գործընկերության շրջանակներում, որովհետեւ պետություն, արմիություն եւ գործատու պիտի այստեղ աշխատեն համատեղ եւ այդ սոցիալական գործընկերության միջոցով կարողանանք հասկանալ գուցե ունենալ ոսկե միջինը մեր աշխատողների համար, որպեսզի կարողանանք ավելի բարենպաստ աշխատանքային միջավայր ստեղծել աշխատողների համար։ Պարզ է, որ այսօր բոլոր խնդիրները չեն լուծվելու, բայց 1886 թվականին, երբ մարդիկ բողոքի ցույցի էին դուրս գալիս, իրենք էլ դեռ համոզված չէին, որ կունենան 8 ժամի աշխատանք, եւ սա է պատճառը, որ մայիսի 1-ը բացի տոն լինելուց նաեւ ոգեկոչման օր է, որովհետեւ հենց այդ օրը, երբ Ամերիկայի Միացյալ Չիկագոյում եւ Կանադայում, երբ անում էին այդ բողոքի ցույցերը, նաև զոհեր ունեցան եւ այսօրը նաև այդ զոհերին ոգեկոչելու օր է։ Որևէ իրավունք հենց այնպես ոչ մեկին չի տրվում, դրանք պայքարի արդյունք են եւ այսօրն էլ այդ համերաշխության օրը, այսպես ասած, ինքը պայքարի արդյունք է, սոցիալական արդարության հասնելու արդյունք է եւ այսօրվա պանելային քննարկումը հենց դրան է նվիրված։ Ինչ անել, որպեսզի հասնել այդ սոցիալական արդարությանը։ Եթե մենք ունենք օրինակ շատ հարուստներ եւ շատ աղքատներ, մենք չենք կարող խոսել այստեղ սոցիալական արդարության մասին։ Եթե մենք դեռևս ունենք աղքատության մակարդակ, մենք չենք կարող խոսել սոցիալական արդարության մասին։ Սրան է վերաբերում իհարկե պանելային քննարկումը, որովհետև պիտի փորձենք միասին
պետություն, արմիություն, գործատու կարողանան գտնել որոշակի լուծումներ։ Դուք պետք է հաճախ գաք մեր տաղավար։ Սիրով, Խոստանում եք, մենք խոստանում միշտ եմ։ պատրաստ ենք ձեզ հրավիրել։ Շատ Շնորհակալ շնորհակալություն ենք ձեզ։ ձեզ։ Շնորհակալ եմ Կարևոր եւ հարց։ եւս մեկ անգամ շնորհավորում եմ ու մաղթում, որպեսզի բոլորս ունենան կարժանապատիվ աշխատանք։ Այսքանից հետո մեզ մնում է միայն առաջարկել վայելել երաժշտական տրամադրությունը։ Ձեզ լավ օրվա Ու շարունակ։ գուցե մենք չհասցնենք միանգամից խոսքը փոխանցենք մեր Կարծում եմ դեռ գործընկերներին։ կհանդիպենք։ Հա, կհանդիպենք։ Լավ։ Շնորհակալություն ձեզ, լավ օրվա Շնորհակալություն ձեզ, շարունակության։ Իսկ մենք շարժվենք առաջ։ շնորհակալություն։